ԱՄՆ նախագահը ծանր հետևանքներով է սպառնում, եթե Իրանը կրկին հարվածի Կատարի Ռաս Լաֆանի հեղուկ բնական գազի վերամշակման գործարանին, որն ամենամեծն է աշխարհում եւ ապահովում է գլոբալ պահանջարկի մոտ 25%-ը։ Իրանն այս գործարանին հարվածել էր այն բանից հետո, երբ իսրայելական զինուժը 3 հրթիռակոծեց իրանական հարավային Պարսի բնական գազի հանքավայրը։ Կատարը խստորեն դատապարտել է գործարանի վրա հարձակումը, որին զգալի վնաս է պատճառվել։ Պաշտոնական Դոհան իրանցի մի քանի դիվանագետի է արտաքսել երկրից։ Այս հարվածից ժամեր անց Դոնալդ Թրամփը պնդել է, թե Իսրայելն ԱՄՆ-ին նախապես չի տեղեկացրել այս գործողության մասին, թեև իսրայելական լրատվամիջոցները գրել էին, որ հարձակումը տեղի է ունեցել Միացյալ Նահանգների համաձայնությամբ։ Թրամփը խոստացել է, դա չի կրկնվի, եթե Իրանը նորից չհարվածի Ռաս Լաֆանի գործարանին։ Այդ դեպքում ԱՄՆ-ն Իսրայելի օգնությամբ կամ համաձայնությամբ կամ առանց դրա զանգվածաբար կպայթեցնի հարավային Պարսի գազի հանքավայրը այնպիսի ուժով եւ հզորությամբ, որ Իրանը երբեք չի տեսել։ Ու մինչ Թրամփը սպառնում է Իրանին, ամերիկացի օրենսդիրներն ազգային հետախուզության տնօրենից Սենատում պատասխաններ են պահանջել, թե ինչու Միացյալ Նահանգները միացավ Իրանի դեմ պատերազմին եւ կար արդյոք միջուկային ուղղակի սպառնալիք։ Թուլսի Գաբարդն ասել է, որ իր ղեկավարած կառույցի գործը չէ որոշել, թե ինչն է անմիջական սպառնալիք ԱՄՆ-ի համար եւ ինչը ոչ։ Իրենք տեղեկություններ են հավաքում եւ տրամադրում նախագահին։ Հետախուզական համայնքը եզրակացրել է, որ Իրանը շարունակում է մտադրություն ունենալ ուրանի հարստացման իր կարողությունների վերականգնման եւ հետագա ընդլայնման հարցում։ Միակ մարդը, որ կարող է որոշել, թե ինչն է անմիջական սպառնալիք եւ ինչը ոչ, նախագահն է, եւ նա է կայացրել այդ որոշումը։ What is and is not an imminent threat is the president. Գաբարդը նաև ասել է, որ Իրանի կառավարությունը շարունակում է գործել, սակայն զգալիորեն թուլացել է պատերազմի հետևանքով։ Չնայած պատերազմին ԱՄՆ մասնակցության վերաբերյալ շատ հարցեր դեռ անպատասխան են մնում, Reuters-ը հղումանելով 4 աղբյուրի հայտնում է, որ Սպիտակ տունը քննարկում է Մերձավոր Արևելքում հավելյալ զորք տեղակայելու հարցը։ Ավելին, Washington Post-ի տվյալներով Պենտագոնը Սպիտակ տանը խնդրել է Իրանի դեմ պատերազմը ֆինանսավորելու համար հաստատել ավելի քան $200 միլիարդ հատկացումը։ Իսկ ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 20-րդ օրը։ Իսրայելը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում առաջին անգամ հարվածել է Իրանի հյուսիսին, իսկ կենտրոնական Համադան նահանգում ուղղաթիռ են ոչնչացրել։ Ըստ իրանական TASNIM գործակալության արևմտյան Դորուդ քաղաքում ամերիկա-իսրայելական ուժերը հարվածել են բնակելի շենքի։ Սպանվել է 12, վիրավորվել 116 մարդ։ Զոհեր եւ վիրավորներ կան նաև հյուսիսարևմտյան Մալեկան քաղաքում։ Թեհրանում իրանցիները երեկոյան ակցիա են արել, որի ժամանակ այրել են ԱՄՆ-ի եւ Իսրայելի դրոշները, նաև Դոնալդ Թրամփին եւ Բենյամին Նեթանյահուին պատկերող մանեկեններ։ Իրանին զուգահեռ Իսրայելը շարունակել է հարվածները Լիբանանին, բանակը հայտարարել է, որ արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված Հեզբոլլայի ավելի քան 20 մարտիկ է սպանել։ Իրանը մի քանի անգամ հարվածել է Իսրայելին, վնասվել է շենք, ուժասներ չկան։ Իրանական զինուժը նաև շարունակել է հարվածներն էներգետիկ օբյեկտներին Պարսից ծոցի երկրներում։ Կատարի ափերի մոտ եւս մեկ նավ է հարձակման ենթարկվել։ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Թուրքիայի, Եգիպտոսի, Պակիստանի եւ Շվեդիայի իր պաշտոնակիցների հետ քննարկել է Իրանի դեմ պատերազմն ու դրա հետևանքները։ ՄԱԿ-ում Իրանի դեսպանն էլ անվտանգության խորհրդին քննադատել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների սպանությունը չդատապարտելու համար։ Պարսից ծոցի 12 երկիր Իրանին կոչ է արել դադարեցնել հարվածները ծոցի երկրներին։ Այս հարձակումների ֆոնին հեղուկ գազի գինը բարձրացել է մոտ 30%-ով, 4%-ով էլ թանկացել է նավթը կարճ ժամանակով հասնելով 1 բարելի դիմաց $115։ Իրանցի օրենսդիրներից մեկը հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է տարանցիկ վճար սահմանել Հորմուզի նեղուցով անցնող նավերի համար։ Նեղուցով արտահանվում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։ Պատերազմի 20 օրերին Իրանում սպանվել է առնվազն 1456, վիրավորվել 18667 մարդ։ Լիբանանում զոհերի թիվը 968 է, վիրավորներինը 2220-ից ավելի։ Իսրայելում սպանվել է 17 մարդ, վիրավորվել 3924-ը։ Ամերիկյան կողմն ունի 13 զոհ։ Ծոցի մյուս երկրներում եւս զոհեր եւ վիրավորներ կան։